Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվան սկսել է մեկը մյուսի հետևից կոշտ հայտարարություններ անել։ Երեկ նախ արտաքին գործերի նախարարության խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին, Ուկրաինայի նախագահի Երևան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով։ Այսօր էլ պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող։ Գործընկերության խորացման, բարեփոխումներին աջակցելու եւ ժողովրդավարությանը սատարելու գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն գործնական հաշվարկ։ Հանրապետությունը կտրել հուսալի անվտանգության համակարգից եւ կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում։ Պաշտոնական Մոսկվան հավելել է, թե Երևանը շարունակում է մնալ իրենց դաշնակիցն ու Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամը, չնայած Հայաստանը մի քանի տարի է սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Սակայն չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք ըստ էության հակասում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր բազմակողմ հարթակներում ստանձնած պարտավորություններին։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին եւ առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը։ Մոսկվան պնդում է, թե մեջբերեմ Եվրամիությունը ծրագրում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից։ Պաշտոնական Երևանն առայժմ չի անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններին։ Վարչապետ Փաշինյանը նախօրեին միայն հիշեցրեց ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Եվ ես ասել եմ, որ Ուկրաին դեռ գիտեք երբ եմ ասել դա, կամ 22 կամ 23 թվին, չեմ հիշում։ Ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Անցած ամիս էլ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպմանը եւ հանդիպումից հետո ռուսական կողմը տնտեսական հնարավոր բացասական հետևանքներով սպառնաց Հայաստանին։ Գազի գնից մինչեւ Ռուսաստանում հայկական բիզնեսների նկատմամբ հնարավոր ճնշումներ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ավելի կտրուկ է իր արտահայտություններում։ Նա պնդեց, թե մեջբերեմ Հայաստանին ներքաշում են ագրեսիվ եվրոատլանտյան ստանդարտների ու մեխանիզմների մեջ։ Հայաստանի իշխանությունների բռնածուղին վաղ թե ուշ կհանգեցնի Երևանին անդառնալիորեն Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը ներքաշելուն քաղաքական ու տնտեսական բոլոր հետևանքներով Հայաստանի համար։ Վարչապետ Փաշինյանը վերջին շաբաթներին պարբերաբար վստահեցնում է, թե հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական են, երկու երկրները լուրջ խնդիրներ չունեն։ Կարծում եմ այդ ժամանակները անցել են, որ Մոսկվան կարող է Հայաստանին սպառնալ անվտանգության հետ կապված հարցերը, որովհետև այդ անվտանգության հետ կապված հարցերը գոյություն են ունեցել 2020 թվականին, գոյություն ունեցել 21, 22, 23 թվականներին եւ Ռուսաստանը չկատարելով իր պարտավորությունները, ուղղակի պարտավորությունները, հիմա այդ ոճի սպառնալիքներ հնչեցնելով պարզապես անլուրջ տպավորություն է թողում։ Արդյոք Ռուսաստանը Հայաստանին հուսալի անվտանգություն է ապահովել, որ հիմա էլ Բրյուսելին մեղադրում է Երևանին այդ անվտանգային համակարգից կտրելու համար։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է, երբ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա էր հարձակվում, այդ համակարգը չէր գործում։ Ինչ անվտանգային սպառնալիք այլևս պիտի լինի, որպեսզի ունենա ԱՊՀ-ի, Մոսկվայի կամ Ռուսաստանի կողմից նորթող ինչ-որ այլ կառույցի անհրաժեշտությունը, երբ այդ նույն բոլոր կառույցները ոչինչ չեն արել եւ Հայաստանի սուվերեն տարածքը հարձակման է ենթարկվել։ Գրիգորյանի կարծիքով եվրոպական առաջնորդների մասնակցությամբ երևանյան միջոցառումներից հետո Մոսկվան այսպիսի հայտարարություններ է անում, քանի որ պարզապես անհրաժեշտ էր որևէ բան ասել։ Պարզ է, որ նմանատիպ միջոցառումներից հետո Ռուսաստանը չէր կարող անարձագանք թողնել դրանք։ Գրիգորյանի կարծիքով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական կոշտ քայլերի կարող է գնալ, եթե օրինակ ռուսական ներկայությունը նվազեցնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները կոնկրետ գործողությունների դիմեն, օրինակ երկաթուղիների վերաբերյալ որոշումներ կայացնեն։ Երևանը հայտարարում է, որ ցանկանում է Ռուսաստանից հետ վերցնել երկաթուղիների կառավարումը, բայց այս հարցով Մոսկվայի հետ վիճել չի պատրաստվում։